հաջորդ այսպես խոսքի նարությունը ուզում եմ փոխանցել ձեզ, բայց այսպես սկսենք, մինչ այս միջոցառման ընթացքում հնչած կարծիքները հիմնականում ու այդպես էլ կա այսպես պաշտոնական, դիվանագիտական, քաղաքական բառապաշարի այսպես շրջանակներում են եղել։ Բան փորձագիտական առումով նույն այդ հարցը, որ հնչեցի պարոն Գրիգորյանին, այս գլոբալ եւ տարածաշրջանային անորոշությունները ինչպիսի ռիսկեր մարտահրավերներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության համար, նախ եւ առաջ խոսքը արտաքին մարտահրավերների մասին է, շնորհակալություն։ Շնորհակալություն, մերսի։ Իրականում գլոբալ անորոշությունների փուլում ենք, անվտանգային անորոշությունների կապված միջազգային աշխարհակարգի էական թուլացման հետ, ուզում բառը չեմ ուզում օգտագործեմ, որտեղ ինչ-որ էլեմենտներ գործում են այդ աշխարհակարգի, բայց այն, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մի անդամ, որը երաշխավորներից մեկը պետք է լինի այդ համաշխարհային կայունության, խաղաղության եւ այդ կարգի իմպլեմենտացիա եւ պահպանման ինքը դարձել է այդ կարգի գլխավոր խախտողներից մեկը աշխարհում, եթե ոչ գլխավոր խախտողը, պատերազմ սկսելով Ուկրաինայում, եւ մյուս ՄԱԿ-ի անվտանգության մյուս երկրի կարևոր հեգեմոն երկրի ղեկավարը այսպես բավականին խնդրահարույց հայտարարություններ է անում նաեւ այլ երկրների հետ կապված, Գրենլանդիայի մասին դուք ինքներդ հիշատակեցիք, մինչ այդ Կանադայի մասին է խոսքը գնում եւ այլն։ Դա իհարկե հուսադրող գործընթացներ չեն աշխարհի համար, բայց մյուս կողմից հետաքրքրաբար հենց այս շրջանում է, որ Հայաստանի համար անվտանգային միջավայրը դրական դինամիկա է արձանագրում, կապված նաև նրա հետ, որ Միացյալ Նահանգների դիրքը եւ կշիռը եւ ազդեցությունը փաստացի ավելացել է, նաև կապված նրա հետ, որ Թրամփի վարչակարգի քայլերը անկանխատեսելի եւ կոշտ են դարձել ավելի քան Բայդենին եւ շատ երկրներ, այդ թվում մեր հարևանները, շատ ավելի զգուշ են եւ շատ ավելի վախվորած են դիմակայում այդ ուրեմն գործընթացներին եւ այստեղ երբ որ Թրամփի վարչակարգը փորձում է արդեն իմպլեմենտացնել ծրագրեր եւ ռազմավարություններ, որոնք որ Միացյալ Նահանգների համար ավանդական են, դա իրենց համար նորություն չի, դա դեռ Բայդենի ժամանակներից եկած լոգիստիկ շղթաների, նույն տրիպ անվանումը չի եղել այն ժամանակ, բարձ է, բայց այն ժամանակ էլ խոսք էր գնում Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջև լոգիստիկ շղթաների այդ connectivity, այդ կապակցվածության ծրագրերի մասին, մենք հիշում ենք Ուկրաինայի այցը, տարածաշրջան 23 թվականի դեկտեմբերին եւ այլն, ըստ էության Թրամփը հիմա իրագործում է հենց այդ նույն Միացյալ Նահանգների ռազմավարությունը, բայց շատ ավելի կոշտ դիրքերից, որին նույն Ադրբեջանը, եթե Ուկրաինայի առաջարկին դիմակայում էր, որը գրեթե ոչինչով չէր տարբերվում այս տրիպի կոմպոնենտներով, հիմա չի դիմակայում, որովհետև արդեն փչացնել հարաբերությունները նաև Միացյալ Նահանգների հետ, որը էլ եմ ասում անկանխատեսելի եւ կարող է շատ կոշտ քայլերի դիմել, տարիֆները չեմ ասում, այլ ուրիշ բաներ բացի տարիֆներից կարող է նաև լինել։ Այստեղ մենք փաստացի շահում ենք, բայց ամեն դեպքում պետք է իհարկե մենք նկատի ունենանք, որ որոշակի անվտանգային վակուում կա տարածաշրջանում, այն իմաստով, որ Հայաստանը կորցրել է իր անվտանգային նախկին կառուցակարգերում իր մասնակցությունը եւ այդ կառուցակարգի ազդեցությունն է կորցրել, դրական ազդեցությունը, եթե նույնիսկ եղել է իր համար, ինքն է հենց առեցրել այդ կառուցակարգերում իր մասնակցությունը հայտնի հանգամանքներում, երբ որ դրանք չգործեցին եւ ավելին Հայաստանի դեմ են գործում, ապա նկատի ունեմ։ Բայց միաժամանակ հիմա Հայաստանը ավելի մեծ հնարավորություններ է ստացել հակակշռել կամ հավասարակշռել դասի հյուսիսային, այսպես ասենք, ազդեցությունները ավելի արևմուտք ներբերելով, ներկրելով, գրավելով տարածաշրջան, որը միշտ բարերար է անդրադարձել Հայաստանի վրա, ինչքան շատ արևմուտք տարածաշրջանում, այնքան ավելի հավասարակշռված տարածաշրջան, որտեղ ամեն դեպքում մինչև վերջերս այստեղ դոմինանտ է Ռուսաստանը եւ Իրանի բավականին զգալի այսպես ծանրակշիռ ներգրավման, բայց հիմա արդեն արևմուտքի տարածաշրջան բերելու գրավերը Հայաստանից եղավ դեռ 20
2003 թվականի հոկտեմբերին վարչապետ այսօր դրա մասին խոսեց, Պրագայի գործընթացը, երբ որ 22 հոկտեմբերին, երբ որ ուրեմն նաև կարճաժամկետ, իսկ հետո արդեն երկարաժամկետ Եվրամիության դիտորդական առաքելություն տեղակայվեց տարածաշրջան, ինչը արդեն մենք տեսանք ինչ անվտանգային արդյունքներ ունեցավ մեր համար, եւ դրան հետևեց նաև անցած տարվա օգոստոսի 8-ի որոշումը, որը իր բոլոր մանրամասներով հանդերձ, որը երեք հրապարակվեց, իմ կարծիքով դա գլխավոր ներդրումը մեր տարածաշրջանի վրա ազդեցությունը գլխավոր անվտանգային էր, ոչ թե տնտեսական, որտեղ իհարկե մենք ունենալու ենք մեր շահաբաժինը, որը աճելու է 49 տարի հետո եւ այլն, բայց դա ուղղակի բերելու է շատ ավելի մեծ հնարավորությունների, շատ ավելի քիչ ծախսանել անվտանգության ռազմական կոմպոնենտի վրա, որը մեր համար շատ ծանր բեռ է հասկանալի, մենք չենք կարող այդ մրցավազքի մեջ հաղթած դուրս գալ, ես նկատում եմ սպառազինությունների մրցավազքը Ադրբեջանի հետ, էլ ուր մնաց Թուրքիայի հետ։ Իսկ եթե գալիս է այդպիսի ծանրակշիռ խաղացող տարածաշրջան իր շահերով, որը ի դեպ ինչ-որ չափով նաև համադրվում է այլ շահերի հետ եւ ամեն դեպքում Հայաստանի կողմից նաև այլ խաղացողների հետ ռազմավարական համագործակցության կամ գործընկերության ցանցավորման այս գործընթացը որոշակի դրական էֆեկտ ունենալու է, բայց ամեն դեպքում այս ամեն ինչը բերում է նրան, որ Հայաստանը իր անվտանգային միջավայրի բարելավման գործում կարողանում է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել դիվանագիտական կոմպոնենտին, տնտեսական կոմպոնենտին, քան ռազմականին, առանց նվազեցնելու ռազմականի վրա ուշադրությունը, բայց դա չի նշանակում, որ մենք չենք խնայում շատ ավելի մեծ անխուսափելի ծախսերի վրա, որոնք կլինեին, եթե մենք լինեինք ավելի այսպես մեկուսացված եւ վակուումային իրավիճակում, քան այսօր կանք։